88 տարեկանում մահացել է աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, որի առողջական վիճակը երկկողմանի թոքաբորբի պատճառով կտրուկ վատացել էր վերջին ամիսներին։ Պոնտիֆիկոսը մահացել է առավոտյան ժամը 7:35-ին իր նստավայրում։ Սուրբ Աթոռի լրատվական ծառայության հայտարարության մեջ նշվում է. Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջն ու նրա եկեղեցուն ծառայելուն։ Նա մեզ սովորեցրեց ապրել ավետարանի արժեքներով, հավատարմությամբ, խիզախությամբ ու համընդհանուր սիրով, հատկապես ի նպաստ ամենաաղքատների և մերժվածների։ Հռոմի Պապը մի քանի օր շարունակվող բրոնխիտի պատճառով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին։ Նրա մոտ մի քանի օր անց ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ 38 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո նա վերադարձել էր Վատիկանի իր նստավայր շարունակելու ապաքինումը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շնչառական խնդիրներ ուներ դեռ երիտասարդ հասակից։ 1957-ին նա հայրենի Արգենտինայում վիրահատության էր ենթարկվել, հեռացվել էր ծանր շնչառական վարակից լրջորեն վնասված նրա թոքի մեկ հատվածը։ Ծննդյան անունով Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի Պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո։ Նա դարձել էր պատմության մեջ առաջին լատինաամերիկացի Պապը։ Ֆրանցիսկոս Պապը հայտնի էր որպես համեստ ու կարեկից առաջնորդ։ Նա իր ուշադրության կենտրոնում էր պահում աղքատների, միգրանտների խնդիրները, հանդես էր գալիս կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, միջկրոնական երկխոսության, համաշխարհային խաղաղության օգտին։ Նա նախօրեին թեև անձամբ չէր մատուցել Սուրբ Զատկի պատարագը, սակայն կարճ ժամանակով երևացել էր Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում, ուղերձով դիմելով հավատացյալներին։ Նա աղոթել էր նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար։ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոս տաճարում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ էր մատուցել։ Իր ելույթում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Viene considerata come il primo genocidio del XX secolo. Սա պատմական իրադարձություն էր, առաջին անգամ էր, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում հիշատակելով հայոց ցեղասպանությունը։ Հռոմի Պապը պատարագի ընթացքում մեծարել էր հայ միջնադարյան հոգևորական աստվածաբան բանաստեղծ փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն, նրան շնորհելով տիեզերական եկեղեցու վարդապետ տիտղոսը։ 2016 թվականին կայացել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, որի խորագիրն էր «Այց առաջին քրիստոնյա երկիր»։ Երրորդյա այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ էր ունեցել, այդ թվում Հայաստանի նախագահի հետ։ Ֆրանցիսկոս Պապն այցելել էր Ծիծեռնակաբերդ, Գյումրի, Խորվիրապ։ Հռոմի Պապ և ամենայն հայոց կաթողիկոսը էկումենիկ արարողություն էին մատուցել Երևանի Հանրապետության հրապարակում, այնուհետև այցի վերջին օրը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մասնակցել էր կիրակնօրյա պատարագին։